Օրը բարի է, լույսն էլ է բարի, երեկոն էլ է բարի, ամեն բան բարի է եւ ամեն բան բարին է գործակից նրանց համար, ովքեր որ սիրում են Աստծուն, ովքեր որ հետևում են եւ կատարում են նրա խոսքը։ Շարունակում ենք երանելիների թեման, Երանի խաղաղություն անողներին, սա Մատթեոս 5-րդ գլուխ 9-րդ խոսքում է գրած, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Հալելույա։ Սիրելի Աստծո որդի, Աստծո զավակ, այս խոսքերը թող մեր հոգում, խորքում տպվեն, դառնան մեր սեփականությունը, խաղաղություն անող։ Շատ քչերն են խաղաղություն անում, տեսնում եք, սիրելիներս, ինչա կատարում այս աշխարհում, թե ֆիզիկական, թե հոգևոր։ Ամենակարևոր խաղաղություն անողը գիտեք որն է, ասում է Երանի նրանց կոշիկները, որ խաղաղության ավետարանի կոշիկներ են հագած։ Որն է դա, սիրելիներս, որ ես եւ դու մարդկանց հաշտեցնենք Աստծո հետ, թանկագիներս, խաղաղություն բերենք Աստծո հետ իրանց, Երանի կկոչվենք Աստծո աչքերին, սիրելիներս, եկեք այդպես անենք, ավետարանի խոսքը տարածենք, թշնամությունը քանդենք մարդկանց եւ Աստծո միջեւ։ Եթե մարդը Աստծո որդի չի, նա սատանայի որդի է, չկա ուրիշ կարգավիճակ։ Եկեք սատանայի որդիներին սարքենք Աստծո որդիներ ավետարանի միջոցով, որովհետև դա Աստծո զորություն է փրկելու համար, Տիրոջ խոսքը։ Եկեք Տիրոջ խոսքը տարածենք մարդկանց մեջ եւ Երանի կկոչվենք։ Փառք Հիսուսին։ Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Ամեն ու ամեն։